Մի հատ Երևանյան իրականություն, որ պարզվի, թե ինչպիսի բարոյական արժեքներ են թևածում այս քաղաքում։ Ուրեմն երեկոյան 8 ժամին տուն գալիս կանգնել ենք Բագրատունյա զովքում, երեխաները ուզեցին, որ առավոտյան նախաճաշին նրբ երշիկ ուտեն, ուրեմն երևի մի 10 տեսակի նրբ երշիկ կար, ընտրեցի ամենաթանկը, հարցրեցի որն է լավը, բնականաբար արդեն ես նայում էի թանկին, որի կիլոգրամի արժեքը 3790 դրամ արժեր, վաճառողին միանգամից ինքը ձեռքը տարավ այդ տուփի վրա, այդ թանկանոց, չեմ հիշում, որ ուրեմն արտադրություններ անունը, բայց շատ հայտնի անուն էր ամենայն դեպս։ Գնեցինք, բերեցինք, երևի 650 գրամ։ Հիմա առավոտյան այս փաթեթավորումը բացել ենք, որ արդեն պատրաստենք, տարբեր տեսակի, ուրեմն նրբ երշիկներ են, տարբեր չափսի եւ տարբեր տեսակի։ Այսինքն անկարծած գիտակցաբար այդ փաթեթը որ կար, որի մեջից վաճառողին հանեց, տեղադրված էր արդեն, նայեք, կամ ինքն հենց երևի Հարություն Հակոբյանի իլյուզիոնիստի հնարքներով հուպ տվեց, երևի ասենք այն 1500 դրամանոց կամ 2500, այսինքն էժանագինը թանկի հետ 8 ասեցի 8 նրբ երշիկ, մտածելով, որ երեխաները լնայեք, համ գույնն է տարբեր, համ չափսը։ Նոր էլ արդեն 2 հատ երեխաները կերան, մայրիկը հաստատեց, երեխաների մայրիկը, իմ սիրելի տիկինը, որ արդեն եփելուց հետո, պատրաստելուց հետո, որակի արդեն տեսքի եւ համի տարբերություն տվեց։ Այս sense է, էլի։ Այս է բարոյական արժեք, էլի։ Հիմա մարդ մի քիչ բան լիներ, ինչ են ասում, համառություն ունենար, նստեր մեքենա, նորից հետ գնար, ասեր ես ինչ է կարե։ Այն որ առաջ ասում են, տանեմ խփեմ վաճառողու գլխին, չէ տանես, մտցնես աշկները։ Հələ նայեք, էլի։ Այ այսպես էլ ապրում են այս քաղաքում։ Խափելով, մեկը մյուսին փորձեն խափեն։ Դե լավ, ինչ ասեմ։ Աստված իրաց դատավոր։